Ավտոճանապարհային երթևեկության կանոնների խախտումները թաքցնելն այլևս անհնար է։ Խախտում ես կատարել, պետք է վճարես։ Բայց միշտ չէ, որ վճարելով գործն ավարտվում է։ Վարորդները տարակուսանքի մեջ են։ Շատ հաճախ նրանք տուգանքների համար վճարում են, սակայն այնուհետև այդ նույն տուգանքները հնգապատկված կամ եռապատկված վերադառնում են իրենց։ Ինչ է կատարվում։ Ժամանակին վճարել են ու հիմա էլ պետք է 5 անգամ ավելին վճարեն։ Այսօր ազատ գոտում կփորձենք դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամների եւ ոստիկանության ու Security Dream ընկերության ներկայացուցիչների հետ միասին պարզել, որտեղ է թաքնված իրական խնդիրը։ Այսօր տաղավարում են ճանապարհային ոստիկանության պետտեղակալ Արմեն Խաչատրյան, լրագրող Արման Սուլեյմանյան, Security Dream ընկերության իրավախորհրդատու Արամ Ղլեչյան, դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամներ Արսեն Պետրոսյան, Արմեն Եփրեմյան եւ Վարդան Հակոբյան։ Պարոնայք, շնորհակալություն, որ եկաք, քանի որ խնդիրը ուզում է բոլորիս։ Չկա այդպիսի մի վարորդ, ով այս խնդրով չի տառապում, կամ գոնե նույնիսկ մեքենայի տեր, որ այս խնդրով չի տառապում, քանի որ շատ հաճախ ծրարները անակնկալի են բերում անգամ նրանց, ովքեր քաղաքում չեն եղել կամ էլ ընդհանրապես կապ չունեն որևէ խախտման հետ։ Ինչ խնդրի մասին է խոսքը այսօր, Արման, շատ ուսումնասիրություններ ես կատարել, պարբերաբար արձագանքում ես սոցցանցերում, ունես արդյոք պատասխան քո բոլոր հարցերին, թե դրանք այդպես էլ մնում են անպատասխան։ Առաջին խնդիրը այն է, որ Security Dream ընկերությունը եւ ոստիկանությունը, այսինքն այն մարդիկ, ում ոչ ոք չի ճանաչում այս երկրում, որոշեցին, որ Հայաստանում կարելի է վաճառել license to kill, որը թարգմանվում է սպանության արտոնագիր։ Ինչ է նշանակում դա։ Դա նշանակում է, որ ցանկացած ոք կարող է քաղաքում, որտեղ 60 կմ/ժ սահմանափակում կա, քշել 164 կմ/ժ, մուծել կես միլիոն դրամ եւ ազատ շարունակել իր կյանքը։ Կամ օրինակ լինել արդար։ Դա էլ վերջին փոփոխությունից հետո, երբ գումարի չափը։ Այո, այսինքն ամեն ինչ վերածվել է գումարի եւ համարվում է, որ գումարը միակ եւ անկրկնելի ձևն է պատժի, սակայն Բայց հայտնի պապենական խոսք կար, մինչեւ գրպանից չխփես Դե դրա համար կա վիճակագրություն։ Տեսախցիկները ներդրվել են Հայաստանում 2012 թվականի հունվարից եւ երբ մենք համեմատում ենք 13 թվականը 12-ի հետ, լավ է որ պարոն Խաչատրյանը ստեղ է, ապա խախտումների քանակը չի փոփոխվել, մոտավորապես 840,000 խախտում է։ Դա նշանակում է, որ համակարգում աշխատող մարդիկ շահագրգռված են, որ խախտումները լինեն։ Երկրորդ պատճառը, որը ես շատ կարևոր եմ համարում նաև նշել, որից կրկին բոլոր խնդիրներն են ծագում, դա այն է, որ համակարգում աշխատողները, այսինքն ոստիկանությունը եւ Security Dream-ը ուղղակիորեն շահագրգռված են մեզ վարորդներից տուգանելու։ Իրականում կա այդպիսի գործարք Security Dream-ի եւ ոստիկանության միջև, որ պետք է պարտադիր որոշակի քանակությամբ տուգանքները ապահովվեն, որպեսզի այնուհետև այդ բյուջետային գումարները, արտաբյուջետային գումարները վերադարձվեն եւ վարձատրվեն ոստիկանության աշխատակիցները։ Մեղադրանք պրակտիկորեն հնչեց, ես իհարկե կուզեմ, որ ճիշտ պատասխանը մենք լսենք ձեզանից։ Ճանապարհային ոստիկանության եւ Security Dream ընկերության միջև այո գործարք կա կնքված որոշակի պայմանագիր համապատասխան իրավունքների եւ պարտականությունների սահմանումով եւ բնականաբար Security Dream սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իր գործունեությունը ծավալում է ելնելով այդ պայմանագրի համապատասխան կետերից։ Պաշտոնապես կարող եք նշել նաեւ, որ տեսախցիկների ներդնումից հետո նաեւ չփոխվեց ոչինչ վարորդների կյանքում, այսինքն ինչքան խախտում ունեինք, այնքան էլ խախտումները շարունակվեցին մնալ եւ երթևեկության լավացմանը, որին պետք է միտված լինեն այդ տեսախցիկները, իրականում ոչինչ չազդեց։ Իհարկե ոչ, նման բան չեմ կարող ասել, ես կմպնդեի հակառակը եւ ցանկացած անձ, ով երթևեկության մասնակից է, լինի վարորդ, հետիոտն, թե ուղևոր զգացել է այդ փոփոխությունները, ակնհայտ փոփոխությունները, այսօր այն խաչմերուկներում, որտեղ երթևեկությունը վերահսկվում է տեսախցիկների միջոցով, բոլորիս համար ակնհայտ է, որ երթևեկության կուլտուրան այլ է, քան այն վայրերում, որտեղ չկան այդ տեսախցիկները։ Եթե նախկինում մեկ արագաչափ օրինակի համար ֆիքսում էր ամսական 1000 իրավախախտում, ապա այսօր այդ իրավախախտման թիվը նվազել է եւ գուցե ֆիքսի մոտ 100-150 իրավախախտում։ 9-ից 10 անգամ նվազել է։ Ես հուսամ, որ պարոն Սուլեյմանյանը հիմնականում ստացավ իր պատասխանը կամ առնվազն այս ամենը կարելի է քննարկել ծրագրից դուրս։ Չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, պարոն Հակոբյան։ Իրականում խոսում ենք այս ամենից հետո դրա հետևանքների մասին, երբ մենք ստանում ենք ծանուցումներ, շատ հաճախ նաև վճարված տուգանքների մասին եւ այստեղ արդեն մարդկային գործոնը բացառել, պարոն Խաչատրյան, կարծում եմ չի կարելի, որովհետեւ հենց մարդկային գործոնի պատճառով վերջերս տված հարցազրույցներից մեկում իրավաբանական վարչության պետը ոստիկանության նշեց, որ հենց մարդկային գործոնի պատճառով է, որ շատ հաճախ այդ խախտումները ոստիկանությունում չեն ֆիքսվում որպես վճարված, քանի որ օպերատորը, որը մուտք է անում տվյալ վճարումը համակարգի մեջ, շատ
շատ հաճախ բացակի կամ տառի փոփոխության պատճառով այդ վարորդին ստիպված կրկնակի կամ եռակի անգամ են տուգանում։ Որպեսզի կարողանանք հասկանանք համակարգի խնդիրները, անպայման պետք է դուրս գալ եւ նայել կողքից համակարգի խնդիրներին։ Ինչ կատարվեց 2.5 տարի առաջ։ Հիմնավորեցին, քանի որ կոռուպցիոն ռիսկերը մեծ է ճանապարհային ոստիկանության աշխատանքի մեջ, պետք է անցնել ցիվիլ մեթոդների, տեղադրել տեսախցիկներ, այդպիսով բերել ամեն ինչ ցիվիլ դաշտ եւ դրանով կպակասացնեն կոռուպցիոն ռիսկերը եւ ավելի վերահսկելի կդառնա երթևեկությունը։ Բոլորիս մոտ հույս ցակեց այդ։ Այո։ Բայց սա եղավ արտաքին ֆոնը։ Տակից կնքվեց պայմանագիր, որտեղ խնդիրները սահմանված են այլ կերպ։ Այսինքն խնդիրը դրված չէր պակասեցնել ճանապարհային պատահարները, այլ դրված էր տեսախցիկներ տեղադրող կազմակերպությանը եւ ոստիկանությանը ստանալ շահութաբաժին խախտումներն արձանագրելուց։ Ընդամենը այդ գործընթացը վերածելով որպես բիզնեսի, այստեղ թիրախները փոխվեցին։ Վարորդները մեկ բոլորս դարձանք թիրախ եկամտի համար։ Մի կողմից security regime-ի, մի կողմից ճանապարհային ոստիկանության։ Այսինքն դուրս է գալիս, եթե մեկ ամիս մենք մեքենա չվարենք, վարենք այնպես, որ մեզ չկարողանան տուգանել, կստանանք անա եւ security regime-ը եւ հավելավճարներ չեն ստանա ճանապարհային ոստիկանություն։ Եվ բացի դրանից մի լավ բան էլ կտեղի կունենա, իրականում կարգավորվի երթևեկությունը։ Ես կցանկանայի խնդրել մեր ռեժիսորին այս պահին էկրանին տալ նաև իմ մեքենայով կատարված իմ մեքենայի հետ կատարված մի հետաքրքիր դեպք։ Էկրանին հիմա կհայտնվի հենց իմ մեքենան, կարմիր գծերով նախատեսված կայանատեղիում կայանել եմ իմ մեքենան, հատուկ նկարահանել եմ։ Այս հատվածին ուշադրություն դարձրեք, որտեղ կրկին կարմիր գծի արդեն վերջնահատումն է, պարոն Խաչատրյան։ Այսինքն նշանակում է, որ այստեղ իրականում պետք է ավարտվեր կարմիր գծերով նախատեսված մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղին։ Տեսել եմ, որ քիչ է ավելացրել են եւս մեկ մեքենայի համար տարածք, ընդ որում նշեմ, որ սա երկրորդ ավելացումն է արդեն։ Այսպիսի մի ավելացում էլ դեռ այս մեքենայից առաջ կար։ Բացի դրանից, այստեղ արդեն շատ հստակ երևում է, որ եթե մեքենա փոքրիկ մեքենա չէ, ապա առանց խախտման հնարավոր չէ մտնել արդեն դեպի աճ տանող ճանապարհ։ Այսինքն, եթե մեքենան բավական մեծ է կամ առնվազն ավտոբուս, հասարակական տրանսպորտ, ապա եթե մեքենան իր համար նախատեսված վայրում կայանած է, բոլոր կանոններին համապատասխան, լրիվ օրինական կանգնել եմ, կայանել եմ, վճարել եմ կայանատեղի համար եւ այս մեքենան արդեն խախտումով մտավ աճ։ Գտել էի նաև այն վարորդին, որը այս նույն խաչմերուկում, խոսքը Մոսկովյան Մաշտոց խաչմերուկի մասին է, ստացել էր խախտում, սակայն ինչ-ինչ պատճառներով չկարողացավ մասնակցել նաև հաղորդմանը։ Այսպիսի ծուղակների մասին է խոսքը։ Այսպիսի ծուղակների մասին է խոսքը։ Ես վերադառնամ թվերին, ինչով եմ հիմնավորում իմ ասածը, որ ճանապարհային տրանսպորտային խախտումների եւ դեպքերի քանակը պակասեցման խնդիր չի դրվել։ Այդ տվել է հնարավորություն մարդկանց բիզնես անելու։ Դա մասին է խոսում այն թվերը, որոնք ճանապարհային ոստիկանությունը ներկայացրեց ընդամենը 1-2 շաբաթ առաջ։ Խոսքը համեմատության կարգով 13 եւ 14 թվերի խախտումների մասին էր, որտեղ ճանապարհային տրանսպորտային պատահարներն ավելացել են 232 հատով, վիրավորների քանակը նույն հատվածում համեմատության կարգով ավելացել են 346 հատով, այսինքն օրը 1 վիրավոր ավելացել էր։ Մահացության դեպքերը նույն ժամանակահատվածի հետ համեմատած պակասել էին 20 հոգի։ Պարոն Հակոբյան, պարզ է, ուղղակի մենք հիմա բոլորս վարորդներս իհարկե ունենք կարծես թե կուտակված ինչ որ մի Այսինքն համակարգի մասին եմ, երբ որ համակարգում դրված չի պակասեցնել եւ դրված են, քեզ հնարավորություն են տալի բիզնես արա, ու այն ժամանակ իհարկե չեն դրվի ճիշտ նշաններ, չեն կունենանք այսպիսի հնարավորություններ խախտում անելու համար ստիպված, եւ այդ ամեն ինչը բերում է հենց այն բողոքի ալիքին, որոնք փորձում ենք մենք ինչ որ տեղեր բարձրացնել։ Եվ ամենակարևորը այս ընթացքում, այս ամեն գործառույթի մեջ, որ մենք որպես վարորդներ, որպես տուժող այս համակարգի մեջ, մենք չունենք որևէ լծակ այս process-ների մեջ ազդելու համար։ Դրա համար մենք ստիպված դուրս ենք եկել փողոց տարբեր ձևերի ակցիաներով։ Պարոն Խաչատրյան, ինչ կասեք թե այս դեպքի վերաբերյալ եւ թե դրա դեպքում գծանշումները կատարված են օրենսդրության համապատասխան, որովհետեւ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն հոց գծանշումից մինչև տրանսպորտային միջոցը պետք է առնվազն լինի 3 մետր տարածություն։ Այստեղ մենք չենք տեսնում հոց գծանշում, ձեր տրանսպորտային միջոցից եւ ընդհատվող գծանշման միջև տարածությունը այստեղ սահմանափակված չէ։ Այլ խնդիր է, որ նման գծանշումների հետևանքով հնարավոր է այլ վարորդները կապված տրանսպորտային միջոցի գաբարիտներից, չափերից
արհեստավարժությունից տրանսպորտային միջոցի վարորդի ստիպված կատարեն խախտում անհնարին է ցանկացած տրանսպորտային միջոցով, բացի երևի smart մագնիշի մեքենայից կամ պիկանտոից։ Այո, այս խնդիրին մենք ծանոթ ենք, փորձում ենք լուծում տալ, լուծումներից մեկը նաև օրենսդրական ճանապարհով լուծում տալն է, այսինքն այն հոց գծանշման երթևեկության գոտին բաժանող գծանշումից մինչև կանգառի գծանշումը համապատասխան հեռավորություն սահմանվի օրենսդրությամբ առայժմ չկա նման բան, բայց նման դեպքում իրավախախտում արդեն ճակերտներով եմ նշում իրավախախտումը թույլ տված վարորդները երբևէ վարչական պատասխանատվության չեն ենթարկվում։ Բացառվում Եթե կան նման դեպքեր եւ եղել են նման դեպքեր, որ բացի այս կարմիր գծանշումից տրանսպորտային միջոցը կայանել է այնպիսի վայրում, որ արգելված չէ եւ ինչի պատճառով մեկ այլ տրանսպորտային միջոց կա թույլ է տվել իրավախախտում, մենք ունենք բազմաթիվ դեպքեր եւ նման վարչական ակտերը բեկանվում են։ Հիմա շատ հետաքրքիր մի բանի մասին խոսենք։ Իրականում ինչ է տեղի ունեցել։ City Parking Service-ը իր կարմիր գծանշումները բոլոր օրենքներին համապատասխան նշել է, ճիշտ է։ Տաքսու վարորդը, որը հեռվում երևում է, իրականում փորձելով մտնել աջ գոտի, աջ երթևեկության գոտի, բնականաբար կատարել է խախտում։ Security Dream ընկերությունը արձանագրել է այդ խախտումը եւ ուղարկել վարորդին 5000 դրամի տուգանք, որովհետեւ Security Dream-ը չի ուղարկել, դա ճանապարհային ոստիկանությունը։ Ճանապարհային ոստիկանությունը ուղարկել է Security Dream-ի ֆիքսած կամերաների Մոսկովյան խաչմերուկի վրա տեղադրված տեսախցիկի օգնությամբ, ճիշտ է։ Արձանագրել են այդ խախտումը եւ այդ խախտումը ոստիկանությունը ուղարկել է։ Հիմա եթե տաքսու վարորդը հավես չունենա կամ ժամանակ չունենա, նա իրազեկված տեղեկացված կամ տեղեկացված չլինի, սրանք խնդիրները բազում են։ Տեղեկացված չլինի։ Որ ինքը ստիպված է այդ խաչմերու խախտումը, եթե տաքսու վարորդն ունի վարորդական վկայական եւ ունի գիտելիքներ համապատասխան։ Պարոն Խաչատրյան, ելի համակարգային է խնդիրը։ Դուք խախտում եք թույլ տալի, դուք հասկանում եք, դուք երթևեկելի մասը, դուք մասնակցում եք, մասնակից եք հանցագործության կոպիտ ասած, վարչական։ Դուք թույլ եք տալի, որ երթևեկելի մասը ինչ որ մեկը խնդրում եմ ինձ նշեք թե որն է այստեղ օրենսդրության խախտումը։ Խնդրում եմ նշեք, այդպիսի խոսքեր ասելու փոխարեն խնդրում եմ կոնկրետ նորմը նշեք, որ իրավախախտումը թույլ տրված է։ Երթևեկելի մասը չի կարող լինել կանգառ։ Սա հանրապետության կառավարության 2012 թվականի որոշման մեջ արձանագրված է։ Ես ձեզ կարող եմ որոշումներ ցույց տալ, որ կանգառը ունի հատուկ ձևակերպում, որը պետք է ունենա առանձին մուտք, ապահով, առանձին ելք ապահով եւ համապատասխան կարգավորված։ Այս ամեն ինչը մենք ստեղ չունենք։ Դուք հանդուրժել եք ոստեղ ձևակերպեն որպես կայանատեղի։ Դուք հանդուրժում եք այս որևէ վարորդ ապօրինի չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության։ Այս վարորդը մենք բազմաթիվ անգամ ամեն օր հեռուստատեսությամբ, արդեն Skype-ով, համացանցով հորդորում ենք բոլոր վարորդներին խնդիր լինելու դեպքով կապի ցանկացած միջոցով, հեռախոսով, ինտերնետով, այցելության միջոցով, նամակագրությամբ մեզ հայտնել։ Ուղղակի երկու բառ համաձայն չեն, հետևանքներն եք ուզում լուծել։ Պարոն Խաչատրյան, եթե դուք իրավիճակը կուզենայի մի քիչ մեղմել եւ իսկապես պարոն Խաչատրյանը այն ոստիկաններից է, կարելի ասել մերօրյա կառադոկատանին է, որովհետեւ ինչ ծանոթ բարեկամ, որ խնդիր ունեցել է, ասել եմ գնացեք Խաչատրյանի մոտ, միանգամից խնդիրը լուծվել է։ Բայց ինչու՞մն է ամենամեծ հարցը այստեղ։ Ես իմ ծանոթներին կասեմ, Արսենը կասի, Վարդանը կասի, բայց մենք չենք կարող 3 միլիոն հայերին օգնել։ Ես չեմ օգնել իրավագիտակցության հարցում, բայց այսօր մեր հաղորդման խնդիրը բոլորովին այլ է, Արման։ Իրականում ես ինչու համար այս նկարը ցուցադրեցի, եթե որևէ վարորդ սրա համար տուգանվելու է 5000 դրամ գծանշումների խախտման կետի համաձայն, հա, եւ ենթադրենք տարավ եւ մուծեց, բայց հետո ինչ որ մի իրավաբան հայտնվեց, ասեց սխալ մուծում ես կատարել, որովհետեւ իրականում դու ստիպված ես կատարել այդ խախտումը։ Կարող եք արդյոք սուբրոգացիայի օրենքով նույն Security Dream ընկերությունից վերցնել այդ գումարը 5000 դրամ։ Մենք 5000 դրամ տուգանքը վճարված հետ ենք վերադարձնում եւ բազմաթիվ ոստիկանությունը։ Այո։ Ես ունեմ նաեւ այսինքն ինչի պատահականության սկզբունքի վրա է դրված, ուղարկենք, կվճարեն, չեն վճարել։ Վերջերս մենք ունենք նաեւ մեր վարչարարության հետ։ Մենք վարչարարության ընթացքում պարբերաբար վերահսկողություն ենք իրականացնում, այսինքն ստուգում ենք կայացված վարչական ակտերի իրավաչափությունը։ Եվ բազմաթիվ անգամ հայտնաբերել ենք այնպիսի վարչական ակտեր, որոնք մեր կարծիքով իրավաչափ չեն եղել, առանց քաղաքացիների բողոքի կամ ինչ որ մեկի դիմումի հիման վրա վարույթ ենք իրականացնել ճանապարհային ոստիկանության նախաձեռնությամբ եւ հարյուրավոր վարչական ակտեր բեկանել ենք այդ մասին իրազեկելով քաղաքացիներին։
DJ Ժակի կամ Հակոբ Պապիկյանի բախտը կարծես թե չբերեց, կամ բերեց գոնե այնքանով, որ աշխատում էր Արման Սուլեյմանյանի հետ ու ժամանակին ստացավ ճիշտ խորհուրդ ու գտավ լուծման ճանապարհը։ Դիտենք Սոսե Բաղդասարյանի պատրաստած տեսանյութը եւ կրկին կվերադառնանք մեր այսօրվա գլխավոր թեմային։ Ես Ժակն եմ, բոլորին ասում եմ հաճելի օր, լավ տրամադրություն։ Ժակի հետ ռադիոլսողները լավ տրամադրության պակաս չեն ունենում, բայց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նամակը փչացրել է Ժակի տրամադրությունը։ Երթևեկության կանոնի խախտման համար նրան տուգաներ էին 2013 թվականի նոյեմբերին։ Հստակ հիշում է, վճարել է, բայց ծանոթությունն այլ բան էր ասում։ Նամակ բացում ես ու այնտեղ 50,000 անգամ բարև 50,000 տուգանք, քանի որ ես ինձ վրա վստահ է, որ ես վճարումը կատարել եմ, բանկ ցավոք սրտի չէր պահպանվել թերթիկը վճարման եւ այնտեղ 100 դրամ ընդամենը վճարում ես եւ արխիվից սա վերցրեցի եւ որոշումը հարկադիրի ու նաեւ 1 տարվա արդեն վաղեմության տուգանքի թուղթը գնացի արդեն Իսակովի 9 պետավտոտեսչության այդ վարչությունը, այնտեղ հանձնեցի մասնագետին, նրանք ներողություն խնդրեցին եւ այլն, ամեն ինչ հարթվեց։ Ժակը միշտ նույն բանկից է օգտվում եւ գիտեր որտեղ է վճարել։ Բայց բլոգեր Արամ Անտինյանի խնդիրն այդքան հեշտ չհարթվեց։ Արամը միշտ պարտաճանաչ վճարում է իր կատարած խախտումների համար, որպեսզի խուսափի տույժերից եւ դրանց հարկադիր կատարումից։ Բայց միևնույն է, ստացավ ծանուցում այն մասին, որ 5,000 դրամը ժամանակին չվճարելու համար գումարը հասել է 30,000-ի։ Կտրոնները սովորաբար չի պահում, նաև չի հիշում, թե որ բանկում է վճարել։ Մարդիկ այն, ովքեր մի տարի առաջվա չեկը պահել էին, ասում էին, դες այդ չեկը ես վճարել եմ, էլի վերցրա, ինձ հանգիստ թողեք, բան։ Այսպես ես ցավոք սրտի չէի պահու, այդ չեկի հետքերով էլ չգնացի, մի անգամից մուծեցի։ Իրականում երկու տարբերակ կա, կամ այն գումարները, որոնք ուղղվում են համակարգի կատարելագործման ու այդ գործիքակազմի արդիականացմանը կամ մսխվում են իրանց կողմից, կամ սա ուղղակի ինչ-որ հանցավոր նպատակ են իրանք հետապնդում էքստրա գումարներ կորզելու քաղաքացիներից ու հիմնվում են այն ողնաշարային դրույթի վրա, որ քաղաքացին ալարելու ամեն դեպքում գնա դատարաններն ընկնի ու 20-30,000 դրամի համար ինչ-որ դատական քաշքշուկների մեջ են։ Արթուր Բախտամյանը նույնպես չվրիպեց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության սուրաճկից։ Ստացավ հնգապատված տուգանքը, գտավ վճարած կտրոնը եւ խնդիրը լուծված է։ Ինձ թվում է ոստիկանությունը ԴՀԿ-ի հետ իրականացնում է ծուղակ միջոցառումը։ Ինչպես կարելի է 1 տարի առաջվա խախտումը ուղարկել եւ ասել, որ դու չես վճարել։ Ոստիկանությունը չէր կարող այդքան սխալված լինել, որ ահա չի վճարվել։ Նշանակում է բոլորին համատարած ուղարկում են, ով ունի կգա կապացուցի, ով չունի, ուրեմն ստիպված է վճարել։ Այսքանը հայտնի մարդկանց մասին։ Քաղաքում փոքրիկ շրջեց եւ հանդիպում բազմաթիվ վարորդների հետ, ովքեր նույնպես տուգանքը վճարելուց հետո էլ տույժ են վճարել։ Ոմանք չեն ուզում խոսել, ոմանք էլ չնայած անօգուտ են համարում, բայց չեն մերժում, պատմում են։ Ամրագոտու համար դու գայի տղերքից կանգնացրել են գրել էին ին վրա։ Դե բարեբախտաբար ես պայել էի։ Այդ չեկա ինչա, կոչեցյալը։ Ու գնացել էինք հանգստանալու Դուբայ։ Դուբայից ես հետ վերադարձա, արդեն եկել էր այդ որ շոր կրկնակի անգամ վճար էր եկել։ Դու գանվել ենք, վճարել ենք որ ժամանակին։ Իք ժամանակ հետո երապատկված եկել է դատարանի վճռով։ Ես կտրոնը պահել եմ եւ պետք է տանեմ ցույց տամ, որ իրենք սխալ են ուղարկել։ Վարորդները հայտնվել են 3 համակարգի շրջապտույտում՝ ճանապարհային ոստիկանություն, դատական ակտերի հարկադիր կատարում, բանկ։ Մեղավոր փնտրելն ապարդյուն է, իսկ անակնկալներով ծրարները սպասելի։ Եթե տեսանյութին հետևում եք, ես կուզենայի հենց Արթուր Բախտամյանի խոսքերից էլ մենք երևի թե սկսենք ու կուզենայի, որ իսկապես պարոն Ղլեչյան վերջապես դուք ներգրավեիք մեր զրույցի մեջ։ Իրականում ինչ սուղակի մասն է խոսքը։ Այս ելույթները լսելիս իմ մոտ տպավորություն առաջացավ, թե որոշ անձինք դավադրությունների տեսության ինչ որ դասագրքեր են կարդացել ու փորձում են իրենց գաղափարները հաճախ անհեթեթ շփոթել իրականության հետ։ Բնականաբար որևէ դավադրություն գոյություն ունենալ չի կարող, որևէ համաձայնության մասին խոսք չկա։ Ուղղակի մենք փող ենք սարքում։ Ուղղակի ես չգիտեմ դուք ինչ եք անում, nothing personal, բայց just a business։
Մեզ տվել են արտոնություն 50-50 փորձում եք շփոթել իրականությունը ձեր երազանքների հետ կամ ձեր ցանկությունների հետ։ Որոնք չեք աշխատում, եկեք օրինակներով խոսենք։ Մեկ ամիս առաջ Արշակ Զաքարյանը արագաչափով հաղթել է դատ, որտեղ ծուղակ էր թունելից առաջ Դիլիջանի։ Ես ներողություն ընդունել է ծուղակի փաստը, բայց դուք որպես ընկերություն ոչ մի վարորդի 2 տարվա ընթացքում այդ ծուղակը ընկած չեք վերադարձրել գումարը, պարոն։ Որովհետև դուք շփոթում եք։ Ի՞նչն եմ շփոթում։ Security Dream-ը որևէ ինքնուրույն սուբյեկտ չի այս հարաբերություններում։ Ոստիկանության վրա, չէ, հարմար է ոստիկանության վրա գցելը։ Պարզապես իրականությունն է, որ վարչական մարմինը դա Հայաստան Հանրապետության ճանապարհային ոստիկանությունն է։ Security Dream-ը այն մահակն է, ով քաղաքացիների գլխին խփում է, ինչ լավ է, որ կա ԴՀԿ-ը։ Մի րոպե, ես լրացում ճշգրտում մտցնեմ։ Security Dream ընկերությունը համանախապակ պատասխանատվությամբ ընկերություն է, տնտեսվարող սուբյեկտ է, որը կատարում է ապահովում է այդ սարքերի շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ արդիականացումը, որովհետեւ պետական քաղաքականություն, երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Security Dream ընկերությունը չի կարող իրականացնել։ Հասկանալի է, երբ որ երկրորդ անգամ նույն վարչական իրավախախտման մասին։ Այո, ես կարող եմ այդ հարցը ավելի լուսաբանել, կա իրականում այս խնդիրը, դա 1 տարի եւ 2 տարի առաջ, երբ գործընթացը դեռ նոր էր սկսվել, վճարում ընդունող կազմակերպությունների կողմից վճարումները ընդունելիս պարտադիր տվյալներ կան, որ պետք է լրացվեն այդ համակարգչային ծրագրում որոշման համար, հանուն, ազգանուն, հիմնական այս երկու պարտադիր տվյալներն են եւ բազմաթիվ են այն դեպքերը, որ վճարումները ընդունելիս պատշաճ չեն ընդունվել, որոշման համարներն են սխալ գրվել կամ բացատով կամ վճարումը ընդունող կազմակերպությունների կողմից։ Ես չեմ զլանում, ով ես չեմ ասում, ամեն ինչի պատասխանատուն կարող ենք մենք մի օր տեսնել այդ մարդուն, ով սխալ կոճակ է սխմում, ով սխալ տեղ ստորագրում է։ Այո, ես պարոն Սուլեյման, դուք ճիշտ եք, ամեն ինչի համար մենք ճանապարհային ոստիկանությունն այդ բեռը վերցնում իր վրա եւ փորձում լուծել, քանի որ դա մեր վարչական ակտն է, մենք ենք կայացրել եւ պարտավոր ենք իրավաչափ վարչարարություն իրականացնենք։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այո, կան մուծված, վճարված ակտեր, որոնք չեն նույնականացվել տարբեր այդ սխալների պատճառով, վճարում ընդունող կազմակերպությունների պատճառով։ Ասեմ ավելին, մեր կատարված ուսումնասիրությունների արդյունքով ի հայտ եկած բոլոր այդպիսի վարչական ակտերը մենք կրկին անգամ դիմել ենք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն եւ խնդրել ենք, որպեսզի միջոցներ չձեռնարկվեն գումարների բռնագանձումների ուղղությամբ։ Բացի այդ, հայտարարում են պաշտոնապես խնդիր առաջանալու դեպքում խնդրում եմ անմիջապես հայտնել ճանապարհային ոստիկանությանը։ Պարտադիր չէ ներկայանալ, պարտադիր չէ դիմում ներկայացնել, այսինքն փնտրել այդ կտրոնը վճարված։ Ընդհանրապես կողորդորեն բոլորին պետք չէ փնտրել կտրոնը, ներկայանալ, դիմել վճարում ընդունող կազմակերպություններին, բանկերին, կտրոնի կրկնօրինակներ ստանալու համար ուղղակի այդ մասին տեղեկացրեք ճանապարհային ոստիկանությանը եւ մենք հրատապ հարցին լուծում ենք։ Տեղեկացման ցանկացած եղանակով կապ։ Իսկ եթե դահակից է եկել, էլի կարող են ձեզ։ Այո, դա կլինի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից, թե վարչական դատարանից, կան բազմաթիվ վարչական ակտեր, որոնք դեռևս քննվում են, գտնվում են վարչական դատարանում, նշանակություն չունի։ Մենք հորդորում ենք բոլորին անմիջապես դիմեք ճանապարհային ոստիկանություն ցանկացած կապով։ Շատ բարի, պարոն Խաչատրյան, եթե մենք բոլորս եկանք այն եզրակացություն, որ համակարգը բազմաթիվ թերություններ ունեն, դրա պատճառով բազմաթիվ թույլտվության առիթներ կան եւ մարդիկ ունեն չվճարված տուգանքներ հնգապացված, այդ դեպքում ինչն է խանգարում մեր պահանջներից մեկը իրականացնել, որը հենց համաներումն է այդ տուժ ու տուգանքների եկած։ Դուք կարող եք պատասխանել, ում իրավասության տակ է գտնվում այս թույլտվությունների արդյունքում եկած գումարները, որ այսօր կուտակվել են եւ միլիոնավոր են դրանք, որի պատճառով մարդիկ արտագաղթում են, վարկերի տակ են մտնում, ինչու մի հատ համաներում չհայտարարել եւ կատարելագործելով մեխանիզմը սկսել նոր էջից։ Պարզաբանեմ ուղղակի որպես իրավաբան, համաներման ակտը ընդունվում է ազգային ժողովի կողմից, օրենսդիր մարմնի կողմից։ Դուք կարող եք միջնորդել, մենք այդքան բարձրաձայնում ենք, գնում ենք ինքնազոհման, դուք կարող եք միջնորդել, որ այո, եղել է համակարգային խնդիրներ եւ այս մարդկանց բարձրացած հարցը իրոք հիմք ունի։ Մտահոգիչ է բոլորը։ Ճանապարհային ոստիկանության լիազորությունների մեջ այլ խնդիրներ կան, մեր երթևեկության անվտանգության ապահովումն է եւ սոցիալական կամ տնտեսական հարցերով այլ ստորաբաժանումներ եւ կառույցներ կան։ Ոնց որ թե լավ չեն լսում։ Ուրեմն 2.5 տարի ինչ գործում են այս կամերաներն ու արագաչափերը, բացարձակ
ուրեմն կապ չունի անվտանգ երթևեկության հետ։ Ասեմ ինչի համար։ Կան վարորդներ, որոնք ունեն 1000-ից անցնող, ես դրան չեմ ծափահարում, դուք ինչ ճիշտ հասկացեք։ Այսինքն մարդիկ անընդհատ խախտում են եւ խախտում են դիտավորյալ եւ չեն դուք կարող եք ուղարկել ճանապարհային ոստիկանություն իսկ ես ներողություն որպես վարորդ որպես ՀՀ քաղաքացի մի հարց տամ ձեզ խնդրում եմ ես խոսքը վերջացնեմ հետո հարցը պատասխանեմ Չես ավարտեմ երևի էլի հազարների հասնող նույն քութաջանությամբ ինչ եք խնդրում մեր բոլոր վարորդներին դադարեն խախտում կա նման կանոնակարգ որ այդ վարորդը որը ունի հազարավոր խախտումներ էականը դա չի նա մուծում է թե չի մուծում այդ մարդուն կա մեխանիզմ որպեսզի նա դուրս գա երթևեկությունից կա մի շատ այլ կարևոր խնդիր որի համար եթե չեմ սխալվում ազգային ժողովում Արփինե Հովհաննիսյանը փոփոխությունների օրինագիծ էր մշակել ծանուցումների մասին եկեք նաև ծանուցումների մասին խոսենք եթե մարդը չի ծանուցվել այսինքն եթե սեփականատերը մեքենայի չի ծանուցվել համարենք արդյոք որ դա նրա մեղքն է այսինքն չէ որ այնտեղ կան հատուկ կետեր որ պետք է նշել նա պարտավոր է իր հասցեի իհարկե միանշանակ չես կարող նշել որ դա նրա մեղքն է վարչական ակտը համարվում է ծանուցված եթե վարորդի կողմից նշված հասցեով տարվում է այդ վարչական ակտը սակայն վարորդը չի գտնվում իր կողմից նշված հասցեում կամ հրաժարվում է այն ստանալ կամ սխալ է նշել հասցեն այսինքն նա համարվում է ծանուցված հա երեք դեպք վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու ժամանակ տրանսպորտային միջոցը հաշվառելու ժամանակ եւ վարորդական իրավունքի վկայական ստանալու ժամանակ օրենսդիրը պահանջում է այս 3 դեպքերում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից նշված հասցեով առաքման դեպքում եթե նույնիսկ նա փաստացի չի ստանում համարում ենք ծանուցված Առայժմ այդպես այո 203 հոդվածի համաձայն նոր փոփոխություններով եւ պարզվեց որ իմ բանկային հաշիվները բոլորովին սառած են եւ ես դրամական միջոց չունեի ընկերներից խնդրել եմ որևէ մի համարվում է ծանուցված սակայն ինչ կարող էր անել մարդը երբ գտնվում էր արտասահմանում հասցեն նորմալ է ամեն ինչ նորմալ գրանցված է փոստատարը ի վիճակի չի եղել հասցնել այս մարդուն քանի որ մարդը օգտվել է իր նորմալ իրավունքից գնալու հանգստանալու արտերկրում դուք ճիշտ եք նշում այդ երևույթը հատկապես շատ է այդ երևույթը չծանուցվելու փաստացի չծանուցվելու դեպքերը շատ են հունլիս օգոստոս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում եւ մեր կողմից ուսումնասիրություններ են կատարվել հիմնականում պարզվել է որ վարչական ակտի հասցեատերերը ուղղակի Հայաստանի Հանրապետությունում չեն եկեք բոլորս համաձայնվենք որ որևէ հասարակությունում որևէ պետությունում հնարավոր չէ ստեղծել այնպիսի իրավիճակ երբ բոլոր վարչական ակտերը կամ բոլոր նամականիները, սովորական նամականիները հնարավոր է լինի 100%-անոց հանձնել նամականու հասցեատիրոջը։ Ինչպես է լուծվում այս հարցը այլ հասարակարգերում, ես առաջարկում եմ դիտել մեր միջազգային տեսանյութում, հետո վերադառնանք կրկին մեր շատ քննարկվող եւ սպասված թեմային։ Ֆինլանդիայում ավտոճանապարհային տուգանքներն անհատական են։ Քաղաքացին տուգանվում է ըստ իր տարեկան եկամուտին։ Օրինակ, ոչ թափ վիճակում մեքենա վարելու համար վարորդը կարող է վճարել 90 եվրո կամ 1-ից 3 ամսով զրկվել վարորդական իրավունքից։ Ֆինլանդիայի ոստիկանության ներկայացրած ամենամեծ տուգանքը եղել է 116,000 եվրո։ Տուգանվել է հանրահայտ Nokia ընկերության թոփ մենեջերներից մեկը։ Գերմանիան համարվում է օրինապահ վարորդների երկիր։ Այստեղ երթևեկության կանոնները հիմնականում խախտում են սկսնակ եւ օտարերկրացի վարորդները։ Ամբողջ տարվա ընթացքում ամրագոտի չկապելու համար տուգանվում է ընդամենը 4-ից 5 հոգի։ Տուգանքի չափը բոլորի համար նույնն է։ Իռլանդիայում վարորդները դժգոհում են սահմանված պատիժների խստությունից։ Գրեթե բոլոր խախտումները 3 անգամից ավելի անելու դեպքում վարորդը 1-ից 3 տարով զրկվում է վարորդական իրավունքից։ Ռուսաստանն աշխարհում ավտոճանապարհային խախտումների քանակով առաջատար է։ Արագություն գերազանցել, ալկոհոլի ազդեցության տակ առանց ամրագոտի վարել, հակառակ ուղղությամբ երթևեկել եւ նման խախտումները Ռուսաստանում համատարած են։ Ըստ ճանապարհային ոստիկանության տվյալների միայն Մոսկվայում խախտումների պատճառով տարեկան գրանցվում է 2000-ից 3000 վթար։ Խոշոր տուգանքներն ու վարչական խիստ պատիժները նույնիսկ խախտումների թվի վրա էականորեն չեն ազդում։
Ես ուղղակի ինֆորմացիոն կարգով ասեմ, նույն Գերմանիայի օրինակը, որ բերվեց, ամբողջ Գերմանիայում գոյություն ունի 3600 տեսախցիկ, որոնք նսկում են ընդամենը։ Մեր մոտ 1000-ից անցել է, որ մենք մոտ 80-60 անգամ փոքր երկիր ենք, քան Գերմանիա, բայց այնտեղ ընդամենը 3600 տեսախցիկ կա ընդամենը արձանագրող։ Բանն ինչու՞մն է, որ մեթոդաբանությունը այնտեղ ուրիշ ձև է, անվտանգության երթևեկություն ապահովելն է։ Քանի մեր մոտ դրված է հիմքում վճարիչ ինչ ուզում ես ալա, մենք ունենալու ենք սա։ Եթե Բայց կարծում Գերմանիայում անհնազանդ վարորդների երթեր եւ ակցիաներ չկան, դրա համար 1000-ից ավելին դեռևս բավարար է։ Այո, կան խրախուսման եւ պատժի հստակ մեխանիզմներ։ Այսինքն դեռ չես կարող վճարես եւ ինչ ուզում ես անել։ Քանի մեր մոտ կատարվում։ Քանի մեր մոտ ոնց որ երթևեկությունը մատչելի չի Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես Երևան քաղաքում։ Շատ անհարմար է։ Չկան թելադրող նշաններ խաչմերուկներին, չկան լուսացույցի սեկցիաները։ Իսկ ներողություն, երբ որ հերոստաեթերից մեր հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում, այդ երևույթին ինչպես վերաբերվենք։ Դուք նշեցիք թվեր, որոնք իրականությանը չեն հավատացնում։ Դուք կասեք ձեր հերթը կգա, դուք կասեք ես ասում եմ այն ինչ որ GPS-ի տվյալներն են։ Ես կարող եմ ասեցիք նաև Հայաստանի Հանրապետությունում որքան է տեղակայված։ 1000-ից ավել չի արդեն, ուղեք։ Մի րոպե ասեմ, 171 արագաչափ սա։ Արագաչափը չէ, ես մենակ կամերա։ Այո, նաև տեսախցիկների։ Գերմանիայում ձեր ասած թիվը արագաչափերի թիվն եք դուք նշել։ Այո, դուք ասեք մեր մոտ ինչքան են։ Մեր մոտ 171 արագաչափ։ Մի րոպե։ 400 թե 170։ Մի րոպե։ 171 արագաչափ տեսախցիկ։ Մի րոպե, խնդրեմ տեղյակ եմ, Գերմանիայում կա 3600 արագաչափ։ Արագաչափ։ Հայաստանի Հանրապետությունում գործում է 171-ը։ 20 անգամ պակաս։ Անիմաստ են այդ թվերը, մինչև չենք համեմատում բնակչության հետ։ Դա չի խնդիրը։ Ես ուզում եմ խոսել, թե որտեղ է թաքնված սատանան, հա, սատանան դետալը, որտեղ է։ Ինչու են մարդիկ հո գիժ չեն, որ ատեն security dream-ին կամ ոստիկանություն, կան կրկնակի ստանդարտներ, Էրիկ։ Մենք բոլորս դրա մասին գիտենք, Հայաստանը շատ փոքր երկիր է։ Կարմիր համարանիշերով մեքենաները չեն տուգանվում security dream-ի կողմից։ Պնեն շատ լկտի է քշում, բոլորս տեսնում ենք։ Վրացական համարներով մեքենաները իրենց սուրբ պարտքն են համարում բոլոր արագաչափերի տակ նկարվել, կյանքում չէին անի դա, եթե դուք իրենց տուգանեիք։ Հետևաբար Security Dream ընկերությունը կառավարության անդամները, երբ որ վարչապետ նախագահ հասկանում են, բայց երբ որ վարչության պետի մակարդակով 3-4 մեքենայով արագ անցնում են ու նկարվում են, չեմ հասկանում խեն, ուրեմն չեն տուգանվում։ Այսինքն ատելությունը, որը կա մարդկանց կողմից, գալիս է նրանից, որ դուք երկակի ստանդարտներ եք օգտագործում։ Դա ակնհայտ է, ուղղակի ակնհայտ է, ապացուցելու ոչ մի բան չկա։ Պաշտոնապես հայտարարում Հայաստանի Հանրապետությունում չկա նման վարորդ, որը իրավախախտում թույլ տալու պարագայում, եթե ֆիքսվել է տեսանկարանող կամ լուսանկարանող սարքերով, չենթարկվի վարչական կամ կարգապահական պատասխան։ Հարց ունեմ ձեզ, $160,000 արժեցող Mercedes-ը, որի համարանիշը սամվել է, ինչպես եք տուգանում։ Ես նման համարանիշով տրանսպորտային միջոց չեմ տեսել։ Դավիթ էլ եմ տեսել։ Ինչպես եք տուգանելու այդ մեքենային։ Եթե նման դեպքում ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից անմիջապես տուգանային հրավերակ 100,000 ուրիշ բան եմ ասում։ Պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների մասին խոսեցիք դուք։ Այո։ Տրանսպորտային միջոցները պաշտպանության նախարարության այդ տրանսպորտային միջոցներով թույլ տված իրավախախտումների վերաբերյալ գործերը բարբերաբար ուղարկում ենք Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն եւ կարգապահական վարույթ է հարուցում ամեն մի իրավախախտման փաստով։ Հիմա սև համարներից կանցնենք կարմիր համարներին եւ հետո կսկսենք այդ բանը դիվանագիտական անձեռնմխելիություն։ Ես չվերջացեցի միտքը, համակարգը երբ որ շահագրգիռ երկու կողմ։ Խնդրում եմ ներկայացրեք մեխանիզմներ եւ ձեր նշած մեթոդաբանությունը։ Մենք երբ որ համակարգը այնպես է դրված, որ մեզ տուգանելու արդյունքում շահում են երկու կազմակերպություններ, որոնք մեզ տուգանում են, այստեղ մենք վարորդներս դառնում ենք ուղիղ թիրախ, նորից եմ կրկնում, համակարգի մեջ է խնդիրը։ Չեմ ուզում անձնավորել։ Այս երկու համակարգը պետք է աշխատեին Հայաստանի Հանրապետության բյուջե։ Երկու կազմակերպությունների մասին խոսքնել չի կարող։ Ուրեմն եթե իմ տուգանքի վճարից դուք չեք տարանջատում Հայաստանի Հանրապետությունը որպես իրավունքի սուբյեկտ, խնդրում եմ հերքեք, որ դա տենց չի։ Ես կրկնում եմ, եթե դուք Հայաստանի Հանրապետությունը որպես քաղաքացիական իրավունքի ինքնուրույն սուբյեկտ չեք տարանջատում մասնավոր կազմակերպություններից, դա ձեր խնդիրն է։ Այսինքն դուք հերքում եք, որ մեր վճարած տուգանքների քանակից, ըստ քանակից դուք ունեք ձեր շահույթը։ Բացառապես ոչ։ Այսինքն դուք ունեք ամսական ձեր ստաբիլ գումարը, անկախնից մենք ունենք այնքան գումար, որքան ծախսում ենք այդ համակարգը սպասարկելու եւ ի դեպ նաեւ
նույն մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին աշխատավարձ վճարելու համար։ Մենք իրար ոնց որ թե սխալ ենք Մենք հասկանում։ 460 Բազմիցս հայտարարվել է, որ 50% մեր վճարած Նախկինում տուգանքներից։ 30-70-ը Հիմա ասեցին 50-50, որ մեր վճարած տուգանքներից։ Ես փորձեմ պարզաբանել, անընդհատ շարքվող 70%-ը դա ոչ մի ընդհանուր գիծ չունի ձեր պատկերացումների հետ, որովհետև 70%-ից ընդամենը վճարվում է մեր կողմից փաստացի կատարած ծախսերը։ Եվ դա չի նշանակում, որ 70%-ն ուղղվել է մեզ։ Այսինքն ամենամեծ բիզնես մեր վճարած հարկերից 100%-ով պետբյուջե եք վճարում։ Չէ, ուրիշ նորմալ պարագայում կարող էր այսպես լինել։ Չէ, բոլոր դեպքերում դուք շահագրգիռ կողմ եք մեզ տուգանել։ Դուք ասեք ոնց կա։ Դուք շահագրգիռ, ասում մեր տուգանքներից կախված չի ձեր ունեցած Security դրիմը չի կարող որևէ մեկին տուգանել։ Չէ, ես ասում եմ դուք որպես ոստիկանություն, հարցը կոնկրետ է։ Արդյոք մեր վճարած քանակությունը, վճարել գումարի քանակությունից կախված է ձեր ստացած գումարը։ Մենք շահագրգռված ենք մեր։ Եթե իրավախախտումների քանակները ավելի շատ կգնվեն։ Ասելիքս ինչին է, երբ որ այդ ամեն ինչից զերծ լինել, ամբողջը գնալ։ Դուք փորձեցիք լսել, թե ինչու մենք շահագրգռված։ Չէ, մեխանիզմը մեխանիզմը փորձեն ներկայացնել։ Մենք ընդհանրապես շահագրգռված ենք պատշաճ կատարել մեր պայմանագրային պարտավորությունները, որը ստանձնել ենք Հայաստանի Հանրապետության առջև։ Կարևոր մի փաստ ամեն դեպքում ես ուզում եմ, որ մենք հիմա բոլոր վարորդներով ամեն դեպքում արձանագրենք, որ ոստիկանությունն այսօր իսկապես ցանկություն ունի եւ անում է քայլեր բարելավման եւ սա փաստում են նաեւ վարորդները։ Վերջին նորամուծությունները, որ կարելի է ստուգել նաեւ հատուկ թեժգծով, եւս մեկ անգամ առաջարկում այդ հեռախոսահամարները հիմա տեսնել էկրանին, ֆիքսել այս հեռախոսահամարները եւ խնդիրները առաջանալու դեպքում անգամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից եկած ծրարների դեպքում խոճապի չմատնվել, անմիջապես չվազել բանկ, չփորձել տերմինալից պահանջել ձեր կտրոնը, որը վճարել եք 1 տարի առաջ, այլ պարզապես զանգարել եւ հուսանք նաև բարեհամբույր ոստիկանները կպատասխանեն ձեր զանգերին։ Մենք սպասում ենք ձեր առաջարկներին նոր հաղորդումների թեմաների քննարկման համար, հեռախոսահամարը տեսնում եք ձեր էկրաններին, զանգահարեք եւ հայտնեք այն թեմաները, որոնք որ հուզում են ձեզ եւ իրենցից ներկայացնում են հասարակական բավականին լուրջ մեծ խնդիրներ։ Կգտնենք միշտ բոլոր պատասխանատուներին եւ փորձենք լուծումներ տալ հենց մեր առաջին տաղավարում։ Շնորհակալություն բոլոր կողմերին, ազատ եղեք եւ մի սահմանափակեք ուրիշների ազատությունը, պարոն Խաչատրյան։